Նաև նախկին բարքերը ինչու են, այսպես ասած, քաղաքական առումով կարծես թե դեժավյու են ապրում, որովհետև այս ամեն ինչը ինչ որ իմաստով նաև հիշեցնում է օրինակ Սերժ Սարգսյանական ժամանակները, ընտրակաշառքը նկատի ունեմ, ինչու են նախկին բարքերը կրկին այսքան ակտուալ դարձել։ Որովհետև նախկին իշխանություններ այսօր ընդդիմություն եւ հիշում ենք, որ նախկին իշխանությունները այդ գումարը բաժանում, իրենք իրենց գործելավոճը չեն փոխել, որովհետեւ այլ տարբերակ չունեն, հա, որոշ մարդիկ մտածում են, որ կբացահայտվի, որ իրանք գումար վերցրեն եւ չեն ընտրել եւ գնում ընտրում են իրենց միջոց է ընտրություններում քվե հավաքելու եւ այս ամեն ինչը բայց քաղաքացին մերժել է 18 թվականին, նաև այս ամեն ինչից զզված է գնացել ու մերժել այդ մարդկանց եւ հիմա ակնկալում են, որ քաղաքացիները պետք է նույն կերպ գնան եւ ընտրեն իրենց, սա չլինող բան է։ Ես կարծում եմ, որ տեսեք օրինակ Սերժ Սարգսյանի թիմը հասկացավ, որ իրենց անունով, իրենց դեմքերով անհնար է որ ունենան հաջողություն։ Իհարկե տեղակայվեցին են մյուս ուժերի մեջ որոշները, աջակցում են տարբեր ուժերին, նաև Թաթոյանին, չգիտեմ, Կալուգացի օլիգարխին, նրանք աջակցում են, բայց իրենց դեմքով չեն ներկայանում։ Ռոբերտ Քոչարյանը դա չի հասկացել եւ կարծում եմ, որ սա իրեն բերելու է եւ պատին է ուրեմն գլուխը խփելու նորից եւ չի անցնելու խորհրդարան։ Ես կարծում եմ, որ նա բավականին մեծ տոկոսով ձայներ կարող է փոշիացնել, շատ ռեալ է որ կփոշիացնի։ Կարծում եք Ռոբերտ Քոչարյանը չի անցնելու խորհրդարան։ Իդեպ ես նաև դա ելույթով իրենց դեմքին եմ ասել, որովհետև նրանց վարկանիշը գնալով իջնում է, իսկ դուք տեսնում եք, որ անգամ Քոչարյանահաճո այդ տարբեր կազմակերպությունները հարցում էին, որոնք 21 թվականին ասում են, որ Քոչարյանն է հաղթում, այսօր տարբեր էլի հարցումներ են հրապարակում, որի արդյունքում մենք առաջատարն ենք եւ նախորդ ամսվա համեմատ անգամ ունենք տոկոսային աճ, անգամ Քոչարյանահաճո հարցումներն են դա ասում։